Մեծարգո փոխոսնակ, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ։ Հնարավոր է կրկնվեմ, բայց ուզում եմ հիշեցնել, որ կրկնությունը գիտության մայրն է։ Օգոստոսի 8-ի համաձայնագրից հետո Հայաստանում խաղաղության հաստատման ուղղությամբ սկսվեց այո նոր փուլ։ Այսինքն, մեր իշխանության ուղերձը ժողովրդին այն մասին է, որ խաղաղության օրակարգը դարձել է առաջնահերթություն։ Կառավարությունը հայտարարեց, որ Հայաստանի անվտանգությունն ու զարգացումը պետք է ապահովեն ոչ թե պատերազմի միջոցով, այլ երկարատև խաղաղության միջոցով։ Օգոստոսի 8-ից հետո խաղաղության հաստատման սկիզբը Հայաստանում ընկալվում է որպես նոր քաղաքական եւ հասարակական էջի բացում։ Հայաստանում ձեռնարկվել են կոնկրետ քայլեր խաղաղության հաստատման համար, օրինակ, բանակցային գործընթացի ակտիվացում, միջազգային աջակցություն, տնտեսական ծրագրերի խաղաղության ամրապնդման համար, հասարակական միջավայրում խաղաղության գաղափարների շուրջ լայն քննարկումներ։ Այսինքն, օգոստոսի 8-ի համաձայնագրից հետո խաղաղության հաստատման գործընթացը ստացավ գործնական ընթացք։ Այն անցավ քննարկման փուլից դեպի համակարգված քայլեր։ Շնորհակալություն։